Հայաստանի քաղաքական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հայաքվե ազգային քաղաքացիական կազմակերպության անդամները այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել են ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններին և լրացումներին, որոնք անակնկալ կերպով առաջարկվել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, իբրև թե դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքությունն ու անաչառությունը ապահովելու քայլ։ Օրինագծի հեղինակ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը գործող օրենքի խախտումները շտկելն ու դիտորդական կազմակերպությունների գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը ապահովելն է։ Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք և անաչառ։ Միևնույն ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարվելիք փոփոխությունները ապես խստացնում են դիտորդական առաքելության իրականացվող հասարակական կազմակերպությունների գործունեության պայմաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաքվեի անդամ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով օրինագծով սահմանված մի շարք դրույթներ։ Առաքելության անվանումը, այն առաքելության, որով հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հանդես է գալու, չպետք է ասոցացվի մասնակից կուսակցությունների և դաշինքների անվանումների հետ։ Նույնիսկ ոչ թե նույնությամբ կրկնի, այլ նույնիսկ ասոցիացիա առաջանա, այդ ժամանակ չի թույլատրվելու դիտորդական առաքելություն իրականացնել։ Իսկ թե ով է որոշելու ասոցացվում է թե չէ, որոշակի չի, օրենքը չի պարզաբանում։ Նոր օրինագծին անդրադարձավ նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, հայտարարելով, որ այն ուղղված է հենց իրենց կազմակերպության դեմ։ Օրենքի նախագծի համահեղինակ, իսկ իրականում գլխավոր ջատագով Արուսյակ Ջուլհակյանը, պատգամավորը քաղաքացիական պայմանագրից, հարկի անհարկի պարբերաբար նշել է մեր կազմակերպության անունը, ավելին նա նաև ներկայացրել է, որ մեր գործունեությունն է հիմք հանդիսացել այսպիսի հրեշավոր օրենքի նախագիծ ազգային ժողով լիագումարնից բերելու համար, մասնավորապես ասելով, որ դեռ Գյումրիից էր, իսկ հետո Վաղաշապատում, եւ այս կազմակերպությունները ստեղծված են մեր կողմից անցկացվող ճակերտներով ժողովրդավարական ընտրությունները վարկաբեկելու, դրանց վրա բիծ գցելու համար եւ այլն։ Նրա խոսքով իշխանությունները դիտորդական դաշտը բաժանում են յուրայինների եւ ոչ յուրայինների։ Բացի այդ, Չալաբյանը նշեց, որ դիտորդական առաքելությունը ընտրությունների օրինականությունն ու հանրային վերահսկողությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտն է։ Եվ երբ հայտարարվում է, թե օրենքը քննարկվել է միայն նորմալ դիտորդական կազմակերպությունների հետ, ակնարկելով, որ մյուսները նորմալ չեն, արդեն իսկ քաղաքականացում է դիտորդական դաշտը, ընդգծեց, որ օրինագիծը կարող է հակասել սահմանադրությանը։ Չալաբյանի խոսքով, անգամ եթե միջև ընտրությունները օրենքը չբողոքարկվի, իրենք վստահ են, որ կգտնեն քաղաքացիների քվեն պաշտպանելու մեխանիզմներ։ Եթե դուք փորձեք մեր քաղաքացիների քվեն գողանաք, դա ձեր մոտ չի ստացվելու միևնույնն է։ Մենք հետամուտ ենք լինելու նրան, որ մեր երկրում ընտրություններով հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել։ Որովհետեւ դուք վերջին ինստիտուտը, որը մնացել է, ընտրությունների ինստիտուտը, դա ըստ էության չչեղարկեք ձեր կողմից ընդունված հրեշավոր օրենքներով, օրենքների նախագծերով եւ դրանով ընձեռնվող վարչական հնարավորություններով։ Մենք բոլորս միասին, նաև դուք հարգելի գործընկերներ եւ հավերհարգելի ուղդիրներ, պետք է շահագրգռված լինենք նրանով, որպեսզի մեր երկրում ընտրությունների միջոցով հնարավոր լինի իշխանություն ձևավորել եւ մասնապես նաև նախկին իշխանությունը փոխել։ Ուստի կարևորագույն ինստիտուտն է, որը դեռևս կա Հայաստանում, իդեպ ես հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով բազմիցս այդ ինստիտուտը չարաշահվել։ Բազմաթիվ ընտրված տեղական ինքնակառավարման ավականու անդամներ եւ համայնքապետեր այս վարչախմբի կողմից ռեպրեսիաների են ենթարկվել, մենք դա էլ ենք հիշում։ Ասուլիսին ելույթ ունեցավ նաև նախաձեռնության ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանը, նշելով, որ օրինագիծը ստեղծում է վերահսկվող դաշտ իշխանության համար։ Նոր օրինագիծը բնականաբար քաղաքացիական պայմանագրի ներհատող երկաթյա տրամաբանությամբ սահմանափակում է հասարակական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը։ Եվ այս օրինագծով ստեղծվում է յուրահատուկ կոմֆորտ զոնա քաղաքացիական պայմանագրի կուսակցության արբանյակ դիտորդական կազմակերպությունների համար, որոնք կազմելու են այն զեկույցները ապագայում, սրանով իսկ այսպես ասած, մենք ենթադրում ենք, որ դրվում է ապագայում ընտրությունների կեղծման ֆունդամենտը հասարակական դաշտում եւ միևնույն ժամանակ ազգային օպերատոր, եթե կարելի այսպես ասել, դիտորդական կազմակերպությունների ոլորտում հանդիսացող Հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանը նրբանկատորեն կամ կոպտորեն իրենք ուզում են մեկուսացնել։
Չարաբյանն նաև հայտարարեց, որ ՀԱԿՎ-ն պատրաստ է մասնակցել առաջիկա համապետական ընտրությունների եւ նշեց, որ ստեղծված իրավիճակում այլընտրանք չեն տեսնում։ Մենք ամեն հավանականությամբ առաջիկա համապետական ընտրություններին ինքներս կմասնակցենք արդեն որպես տեխնացուներ։ Ելք չեն թողում։ Այո, մեզ իրականում նաև ելքել չեն թողում, բայց մեկը մյուսի հետ կապված չի։ Մենք կմասնակցենք արդեն որպես գործընթացի անմիջական մասնակիցներ եւ ոչ թե որպես դիտորդներ։ ՀԱԿՎ-ի ներկայացուցիչների գնահատմամբ առաջարկվող սահմանափակումները կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ դիտորդական զեկույցները կորցնեն անկախությունը, իսկ իշխանության համար ապահովի վերահսկվող դիտորդական դաշտ։ Մերի Հակոբյան, Օրագիտ Նյուզ։